Կարևոր ասելիք ունեմ, ինչ եք հեռանում։ Հեցի նաև սակագնի վերաբերյալ Կարապետյանի այս հայտարարություններին, սրանց ինչպես կարող եք արձագանքել, պարոն Պետրոսյան։ Արձագանք եմ, ուրեմն հավանաբար գիտեք, նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը եւ ՀՑԿՀ-ն արդեն առաջիկա մեկ շաբաթ 10 օրին պետք է նիստ գումարի։ Մինչ այդ օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ պիտի արդեն իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի եւ մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որպեսզի դիրքորոշում ձևավորած ներկանա ՀՑԿՀ նիստին, բայց ես որպես ժամանակավոր կառավարիչ 3.5 ամսվա կառավարման շրջանում ինքս ուսումնասիրությունների, այդ թվում նաեւ վերահսկողության, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաեւ պետական լիազոր տեսչական մարմինների, լիազոր մարմինների վերահսկողական եւ ստուգողական նաեւ գործիքակազմերի կիրառման արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիմամբ օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԵՑ-ը կզրկվի իր լիցենզիայից։ Դրանից հետո արդեն ՀԵՑ-ի հետագա ճակատագիրը կկանխորոշվի ՀՑԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով։ Այդ մոտ մեկ տասնյակ իրավախախտումներից ամենաակնառուներից մատնանշեմ արժանահավատության, տվյալների հաշվետվությունների արժանահավատության ուրեմն խնդիրը, որը որ տարիների վեր խեղված է եղել եւ ոլորտը կարգավորող սահմանադրական լիազոր մարմին հանդիսացող հանրային ծառայությունը կարգավորող մարմնին ՀԵՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել։ Ինչը ուղղակիորեն նաև ազդել է սակագնի ձևավորմանը։ Երկրորդը ՀԵՑ-ը իր բնականոն գործունեությունը իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները արել է խիստ կողմնակալ, խտրական գնումների գործընթացների, այդ թվում նաև ՀՑԿՀ կողմից սահմանված նորմերին խիստ հակասող ձևաչափերով, դրանով ստեղծելով տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա եւ գերշահույթների միգրացիա է կատարել ՀԵՑ-ից դեպի Տաշիր ընկերությունների խմբին ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ եւ տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերը իրականացվել են Տաշիր ընկերությունների խմբին աֆիլիացված տնտեսական միավորների կողմից փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը եւ դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը։ Երրորդ կարևորագույն խնդիրը կարելի ասել, դա մեր կառավարությունից, ՀՑԿՀ-ից ու հանրությունից ՀԵՑ-ի իրական տեխնիկական էներգետիկ կարողությունների վատթար, ծայրահեղ վատթար վիճակի թաքցնումն է եղել, որով պայմանավորված արհեստականորեն իջեցրել են ցանցում կորուստների ցուցանիշները, դրանով եւ կատարելով, այսպես ասած, ՀՑԿՀ-ի կողմից առաջադրված պլանների փաստաթղթավորելով կատարումը, ինչպես նաեւ ահռելի ծավալների իմ գնահատականներով տասնյակ միլիոնավոր կիլովատ-ժամ քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն ունենալով, որը որ շատ ցանցերում արդեն իսկ ձեռքի տակ եղած փաստերով կարող եմ ասել, մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում, դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն։ Բոլոր այս մատնանշված փաստերով այս պահին նախաձեռնված են քրեական վարույթներ, շուրջ 1.5 տասնյակ քրեական վարույթ կա նախաձեռնված հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաքննություն է իրականացվում։ Ես նշեմ, որ մյուս կողմը այս ձեր մեղադրանքները չի ընդունում, սա։ Ես մեղադրանքներ չասեցի, ես հրապարակեցի փաստերը հարգելիս։ Մյուս կողմով Կարապետյաններ օրինակ, երբ որ հանդիպում եք նրանց այս ամենի վերաբերյալ։ Կարապետյանից մասին խոսել են։ Սակագնի մասն են խոսել Կարապետյանները։ Դրա մասին էլ։ Չէ, այնտեղ մի հոգի կա, արժեզրկված օբյեկտ կա այնտեղ մի հոգի, ով ես ինձ բարոյական իրավունք վերապահեմ հակադարձելու իր մի քանի վերջին ասուլիսներին անդրադառնալով իմ անձին ձևակերպումներ է տվել որպես համապատասխան սուբյեկտ։ Հիմա ես կասեմ ուրեմն այդ արժեզրկված օբյեկտին սուբյեկտները գոնե գործընթացների վրա ազդեցություն են ունենում, իսկ օբյեկտները առհասարակ գործընթացների վրա որևէ ազդեցություն չեն ունենում, եւ գործընթացները օբյեկտների հետ վարվում են ինչպես հարկն է։ Եթե դուք մատնացույց եք անում տվյալ օբյեկտին,
Այն ինչը որ ինքը ասում է, ես խնդրում եմ մեր հանրությանը հասկանալ հակառակ կողմից։ Եթե ինքը արդարանում է ինչ-որ թվերը մատնանշում, ուրեմն իմացեք, որ այդտեղ խնդիր կա։ Եթե ինքը կորուստներին է անդրադառնում, ուրեմն իմացեք, որ իրացման տնօրենը, ով տևական ժամանակ եղել է նաև այդ ռազմավարական հզորագույն, կարևորագույն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար, ուղիղ պատասխանատու է այն հավելագրումների, արևային ինքնաարտադրող էլեկտրաէներգիա ինքնաարտադրող կայանների սեփականատերի արտադրած արդյունքի թերգրանցումների, ինչպես նաև սեփական կարիքների թվերը բազմապատիկ անգամ ուռճացնելու արդյունքում ահռելի քանակի էլեկտրաէներգիա ուղղակի կամ անուղղակի գրպանելու գործընթացների, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի պատասխանատուն է հանդիսացել, առավել եւս ինքը իրավունք չունի հետյանից խոսելու, ու ես մեկ անգամ արդեն շաբաթներ առաջ տնօրեն խորհրդի նախագահին Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսևորում, բարեկամաբար հորդորել էի տվյալ օբյեկտին զերծ պահել մամուլի ասուլիսներից, հրապարակումներից, որովհետև յուրաքանչյուր իր մատնանշած փաստ, որի հետևից մենք գնում ենք, ահռելի Պանդորայի արկղ է բացում եւ ահռելի իրավախախտումներ ենք հայտնաբերում առերևույթ, որոնց ուղղությամբ, ասացի արդեն, 1.5 տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, եւ կադրային քաղաքականության մասին։ Կադրային քաղաքականության մասին, այո։ Ազատումներ եղել են, շատ են եղել։ Մի քանի 100 ազատումներ են եղել։ Եվ բոլոր ազատումների դեպքում ես պատասխանատու ասում եմ, բոլոր ազատումները հիմնված են բացառապես իրավունքի եւ օրենքի գերակայության առաջնահերթություններին, բոլոր ազատումների հիմքում դրված եղել ընկերության լավագույն շահը, բոլոր ազատված պաշտոնյաները այս կամ այն պատճառներով կամ չեն համապատասխանել իրենց պաշտոններին, հենց իրավական առումով պաշտոնի ազնագրերի անհամապատասխանության առումով, կամ իրենց գործունեությամբ արդեն իսկ վնաս են հասցրել ընկերության օրինական շահերին, կամ իրենց գործունեության արդյունքում անխուսափելիորեն շարունակելով գործել, վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին։ Եվ ես որպես ժամանակավոր կառավարիչ օրենքի ուժով իրացնելով իմ լիազորությունները բոլորին ազատել եմ իրենց աշխատանքից եւ մի քանի տասնյակ դատական հայցեր կա այս մասով արդեն ազատվածներից, հա, դատարանները ես վստահ եմ, որ որպես դատական իշխանություն մեր երկրում անկախ, ազատ, իրավական, ժողովրդավար երկրի պահանջներին համապատասխան արդարացի վճիռներ կկայացնեն, ես դրանում վստահ եմ։ Եվ բոլոր հիմքերը տվել ենք դատարաններին, մեզ այս դիրքորոշում են պահանջել, հիմքեր են պահանջել, բոլոր հիմքերը եւ դիրքորոշումները տվել ենք, որտեղ նաեւ բազմաթիվ փաստեր են վկայակոչել, որոնցով արդեն քրեական վարույթներ կան նախաձեռնված, կարգապահական սանկցիաներ կան կիրառված եւ ուղղակիորեն մատնանշենք նաեւ ընկերության շատ դեպքերում մատնանշենք ընկերության կրած ուղղակի վնասները, որոնք ընդ որում շատ դեպքերում ուղղակիորեն անդրադառնում են սակագնի մեծությանը մեր երկրում, որը տարածաշրջանում ամենաբարձր գինն ունի։ Պարոն Պետրոսյան, իսկ հրանք եղել է չմասնակցելի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Նման հրանք չեղել, ժամը 5:17:30-ից հետո հեծում աշխատանքն ավարտվում է 17:30, եթե շուրջօրյա հերթապահություն չէ, ցանկացած ոք ազատ է իր քաղաքական, կուսակցական պատկանելիությանն ու հայացքին համապատասխան մասնակցելու ցանկացած հավաքներին։ Ցանկացած ոք, չկա մեկ անձ, որ կասի, որ մենք արգելել ենք աշխատանքից դուրս որևէ հավաքի մասնակցելու, բայց աշխատանքի ժամին բնականաբար ինչի համար իրենք պատասխանատու են էներգետիկ անվտանգության համար, իհարկե որևէ մեկ իրավունք չունի ոչ միայն մասնակցելու, այլ բացակայելու աշխատավայրից առհասարակ։